Բարի ժողովուրդ, ես էլի ձմեռային ռեժիմի մեջ եմ, ունեն ցրտել այսօր 8.5 աստիճան է իջել, երեկվա 19-ն ասել, թե այսօրվա 8.5-ը, փոքր վագոնի մեջ եմ, նայքն է, 2-4-8 տեղանոց վագոնի կա փոքր, ես նախկինում մեկ-մեկ նստում էինք, մի հատ աֆրիկացի գոլեգա ունի, իր այդ որ տուն էին գալիս, հետո իրանք ման չտվի պայմանագիր, իքել չի աշխատում, իր այդ որ գալիս էինք, մեկ-մեկ նստում էինք ես փոքր վագոնիկը, դրանց հետո ես երևի 2 տարի ավել չեմ նստել։ Իմ այսօր այնպես զուգադիպեց, որ այս մեծ վագոնները առաջին կարգի էին, համ առաջին հարկինը, համ երկրորդ հարկինը առաջին կարգ էր։ Դրա համար ասեցի չքայլեմ գնամ ավելի առաջ։ Նստեցի այս փոքր վագոնը։ Մատերս փուշ են մտել 3 այգում գործանելուց, 2 մատս փուշ են մտել, ոչ ես կարիցա հանեմ, ոչ էլ Աշոտը։ Հիմա նայում եմ սև տեսնում եմ, բայց չեմ կարող հանեմ։ Այսպես էլ գործ եմ գնում։ Հետս բուլավկա եմ վերցրել, կտամ աղջիկները կհանեն երևի։ Տեն ժողովուրդ ջան, շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար, շատ շնորհակալ եմ, ամբողջը չեմ կարդացել, նոր մի քանի հատ կարդացի, բայց հեսա որ անջատ եմ հեռախոսը շարունակությունն էլ կկարդամ, գիտեմ որ բոլորդ էլ սիրում բաներ եք գրում, ոգևորող, մոտիվացնող, շատ շնորհակալ եմ, ես ձեզ սիրում եմ։ Այգին դե տեսակ, ահագին լավ գործ արեցինք, բայց այն մնացած ծաղիկների սերմերն ու սոխուկները դե չեմ դրել։ Չէի տարել դրել են, դա մոռացել էի։ Ոչինչ, էդ էլ կիրակի օրը կանեմ, եթե անձրև բան չկա։ Նորից մազերից հարցել էի, այդ վլոգի մեջ ասել էի վերջերում, երևի մինչև վերջ չեք նայել, դրա համար էլ չեք լսել պատասխանը, որ ասել բանսին մարդ մի հոգի գրել էր իմ բաժանորդներից, անունը կներեք, չեմ հիշում, որ կարող է Լուիզաներ, չեմ հիշում, կարող սխալվեմ, որ արելա, բայց գող չի որակից, գիտեք ինձ էլ ինչը դուրս չի գալիս, որ շատ փապկացնում էլի, փապկել են ինձ էվի շատ մազերը, ասենք նախկինում ես բալսամով էի փապկացնում, հիմա ընդհանուր այսպես, չգիտեմ, էդ երևի դուրս չի գալիս, բայց ընդհանուր ավելի հեշտացել է, խնամքը հեշտ է էլի ավելի, հատկապես որ ես այդ շնորհքը չունեմ, որ մասվեն եմ, այսպես, Այս ոնց որ գիտեք տրանզիտ լինի, ասում դառնում են երևի գալիս են այնտեղ բարսան տեսնում են առաջին կարգի վագոնը գալիս գնում են հետ։ Ինչ որ եղանակը շատ անպամած, մռտնած, ցուրտ, մառախուղ, չգիտեմ ամբողջ օրը ոնց է լինելու չեմ նայել։ Մենակ տանից դուրս գալուց նայել, Աշոտն ասեց 8.5 աստիճան է, այս տակվանը վերարկուսելի հակա։ Ինչ որ է երկար չի տևի։ Մի հատ ես ցույց տամ, այսենց մառախլապատ եղանակը։ Բայց նստել եմ առաջի կարգի փոքր վագոն, ոչ էլ ուշադիր եմ եղել։ Այս որտեղ էր գրած, այնտեղ։ Մի քանի հոգի եկան, որ նստեն են, մի աղջիկն ասեց, այս էլ է, առաջին չնստեցին գնացին, մի չգիտեմ, նստած մնամ, եթե ստուգողը գա ասի, կասեմ, վայ չէի նկատել, բայց իրոք չէի նկատել այս աղջիկը, որ ասես նոր տեսա, հիմա փորձեմ, հələ նստած մնամ, տեսեմ ստուգողը որ գա, ինչ կասի, չպատմեմ։ Այ ես ահա այստեղ ագրած, ես ուշադիր չի եղել առաջին կարգ։ Ձեր հետ էի խոսում, հələ չէի վերջացրել, խոսալս ստուգողն եկավ։ Տոմսը տվեցի, եսա կասի, հաստատ սխալ եք նստել տիկին ես առաջին կարգը, բան չասեց, ստուգեց, ահա ես անցնում եմ, ստուգեց, ասեց, խնդրեմ, ու գնաց, իմի թե նկատեց, որ սխալ եմ նստել, ձայն չհանեց, թե չնկատեց, ինչ որ շնորհակալ եմ իրան, թե չէ հիմա պետքա գնայի ուրիշ տեղ մանգայի նստելու, ուրիշ վագոն պետքա գնայի գտնեի։ Ես գնացի գործի եմ գնում, արդեն գիտեք դե, շաբաթա օրը ես էլ գործի եմ գնում։ Այս շաբաթ օրերը, բայց հավես է գործի տեղը, արագ է անցնում, շատ մարդ է գալիս, արագ է անցնում։ Այսօր մարտի 7-ն է, վաղը մարտի 8-ն է, բնականաբար, ու մտածում եմ, որ շատ մարդ կգա խանութ նվեր բան առնելու, ինչևէ մարտի 8-ին դեռ կհանջի
շնորհավորենք, չնայած նախապես էլ եմ շնորհավորում, ես սիրում եմ մարտի 8-ը։ Վաղը գնացքը պետք է վաղվանից մինչև չորեքշաբթի ներառյալ գործադուլ են անում, այսինքն գնացքները ինչի են գործադուլ անում, ընդհանուր գործադուլ է լինելու այս թոշակների բանի հետ կապված, որ թոշակի տարիքը այսքան բարձրացրել եմ 67 տարեկան, մեկ բանում TikTok-ում վիդեոներաբերում լսում եմ, ինչքան որ ես եմ հասկանում, պատգամավորները էլի այդ նախարարի բան քննադատում են, որ թոշակը սարքել եք մինչև 67 տարեկան կանանց համար շատ դժվար է մինչև այդ տարիքը աշխատելը, ոնց ենք պատկերացնում, որ սպասարկման ոլորտում մաքրություն բանանող կամ ուսուցիչները ոնց կարան մինչև 67 տարի աշխատեն ու շատ ճիշտ են ասում էլի, իրոք շատ բարձր է 67 տարի, գոնե մի բանի հասնեն, հիմա դրա համար գործադուլ են անում, մենք էլ կարանք մասնակցենք, բայց ես երևի թե չեմ չգիտեմ հելը, տեսնեմ, գնացքի աշխատողներն էլ են էլի մասնակցում, դրա համար գնացքներն էլ պետք է կիրակերվան չորեքշաբթի, ոնց որ շատ չի լինի գնացք, էլի պետք է մի քիչ բան ուշադիր լինեմ, գործի գնալուց առաջ նայեմ։ Այդպես ժողովուրդ ջան, ձեզ լավ վիկենդ ցանկանամ, բարի շաբաթվա վերջ, բոլորին հանգստացեք լավ, ես այսօր աշխատեմ, վաղը կհանգստանամ։ Խանութում եմ, լիքը մարդ կար։ Այդ միջանցքը, որ անցա եկա բարձրացա վերև, լիքը հաճախորդ կար, այսօր իրոք շատ կլինեն։ Նայեք, մեզ ինչ են տվել, մեր արմիությունն է տվել կանանց իրավունքների պաշտպանության համար այս կրծքանշանները։ Մարտի 8-ի արդիվ կակաչներ են դրել ամեն մեկիս համար մի հատ։ Գույնը այդքան էլ սիրուն չի, բայց լավն են էլի։ Այսքան շատ։ Այսինքն կես արդեն վերցրել են իրանցը շուտ շիֆտի աշխատողները։ Այս էլ մեր ճաշարանը։ Կանգնել մտածում է, ինչ անի, ոնց անի, ես ինչքան ժամանակ է սենց կանգնել է։ Աթորս ես մեջտեղն ենք դնում, որ ինքը չբարձանա վրան, թռնի։ Հա, Քսենիա, ինչ ես ուզում անես։ Դա արդեն փորել է, չիշի կարել։ Հսկում ես քո տարածքը։ Հո։ Այս հողերն էլ ոնց որ փորել, հա։ Հա, իհարկե, սպասվում էր։ Հա, Քսենիա, սիրուն տղա։ Հսկում ես։ Հա, լավ, դու նստի, ես գնացի Քսենիա, ժամանակ չունեմ։ Ինձ սիրուն խաչապուրիներ եմ սարքել, կարմրաթուշիկ, լավ էլ բարձրացել է խմորը, շատ լավ խմորը։ Ֆետա պանիր եմ լցրել մեջը մենակ։ Մեկ ուրիշ պանիր եմ էլի հետ լցնում, դրա համար եմ ասում մենակ։ Տոլմա պետք է փաթաթեմ, միսը դեղացած միսը պատրաստի է, սոխը բլենդերով մարեցի, կանաչին մարել եմ, հեսա համեմունքները լրիվ լցնեմ, կաղամբը խաշեմ ու սկսեմ փաթաթել։ Դուրս գաս։ Ո՞ց եմ դուրս գոքսում։ Սառնա, արևա բայց սուրտ է։ Ուրեմն կաղամբը խաշեցի, հիմա ուզում եմ ֆարշը սարքեմ, բայց մազերս որ հավաքեմ լավ կանեմ։ Ամբողջությամբ չի հավաքվում, բայց գոնե մի քիչ հետ տանեմ, այսպես։ Այսօր մարտի 8-ն է, սիրելի աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիդ, կանայք, մայրեր, քույրեր, աղջիկներ, իմ համար բոլորը աղջիկներ են, սիրելի աղջիկներ, շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ը, բոլորիս մարտի 8-ը, ես սիրում եմ մարտի 8-ը, մարդկա չի սիրում, որ թե չի սիրում չի ընդունում այդ տոնը, այդ էլ նորմալ է, հիմա ոնց ուզում է, բայց ես սիրում եմ, իմ համար ասոցացվում է միշտ Գառնան Գալուստի հետ մարտի 8-ը ու սիրում եմ։ Կարևորը
բոլորը որն է, որ մենք մեր հետ հաշտ լինենք։ Երջանկությունը իմ կարծիքով հենց այդ է, որ մենք մեր հետ հաշտ լինենք, ներքուստ այսպես խաղաղ լինենք, ներքին պայքար չունենանք, ինչը որ սպասեք հանեմ շարեմ, որ կենացը շարունակեմ, ռեհան կլցնեմ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, մի փոքր, ուր այն չիլին, այսա մի փոքր չիլի պղպեղ, չորացրած, ուրեմն մի քիչ սամիտ կարելի է լցնել, բան չմոռացա, չէ, բրինձը կարևորը չմոռանամ, լավ, այսքան էլ լցնեմ։ Կանանց ցանկանում են մեկ-մեկ որ ասում են կանացի երջանկություն, ես չգիտեմ ինչա կանացի երջանկություն, ես գիտեմ որ կինը պետքա ներքուստ ինքը իր հետ հաշտ լինի, խաղաղ լինի, որ ոչ մի բանի համար չափսոսա, որ անցածի համար ընդհանրապես չափսոսա, որ անի այն ինչ որ ուզում է, շփվի այն մարդկանց հետ, ում հետ ուզում է, զբաղվի նրանով, ինչը իրան հաճելի է, որ չպարտադրեն ոչ մի բան կնոջը, ոչ մեկ չփորձի որևէ բան պարտադրել, ոչ ամուսինը, ոչ մեկը, այսինքն իսումա հենց այդ է, էլի, այդ որ դու հանգիստ ես, որտեվ չունես այդ լարվածությունը, որ պետքա այս անես, այն անես, ինչ որ դու չես ուզում անես։ Ու սիրելի մարդկանց հետ շփվելու, ում հետ ուզում ես շփվես, ում հետ չես ուզում չշփվես, օրինակ ես այդպես եմ անում, ես ստիպված, ոնց որ նախկինում եմ արել, չեմ շփվում մարդկանց հետ, տարբեր բաներից ելնելով, էլի ասենք, բայ էսա է, նա, չգիտես ով է, ով չի, շփվում եմ այն մարդկանց հետ, ում հետ ուզում եմ, ում հետ չեմ ուզում, չեմ շփվում, ես մարդկանցից շուտ եմ հիասթափվում, այսինքն եթե մի բան, այնպիսի բան են անում, հիասթափեցնող բան էլի նկատի ունեմ, հիասթափվում եմ ու միանգամից կյանքիցս հանում եմ այդ մարդուն, չեմ ոնց որ երկրորդ շանս չեմ տալիս, նախկինում արել եմ, բայց հիմա չէ, շուտ եմ հիասթափվում, այսինքն անպարտաճանաչ, խոսքի տեր չլինող, որ խոսքի տեր չեն լինում, սուտ խոսացող, չգիտեմ, կարճ ասած, եթե մի անգամ հիասթափվում եմ, էլ չեմ շփվում մարդու հետ, ընդհանրապես տարիքը իրանանում է, որ մարդ չի էլ ուզում շատ մարդկանց հետ շփվի, թվում է շատերի մոտ այդպես կլինի, շատ մարդկանց հետ չենք էլ ուզում շփվել, մեկ-մեկ ասում են, այսպես խոսք կա, որ ասում են միայնաբան է, էլի, մենակ մարդու հետ չի շփվում, չգիտես ոնց, բայց դա իմ կարծիքով հենց ուժեղ կանայք են, որ մենակ են լինում, այսինքն իրանք շփվում են, կապ չեն շփվում, իրանք են որոշում, բրինձն էլ ավելացնեմ ժողովուրդ ջան, ու ինձ պետք է մի քիչ գոլ ջուր, տաքոտ ջուր, սպասեք բրինձ էլ լվանամ, տարիքի հետ արդեն քո շրջապատն էլ ես ստում, մաքրում, չէ, բոլորն էլ երևի այդպես են անում, էլի, ինչքան մեծանում ես, ինչքան հասունանում ես, դու մաքրում ես քո շրջապատը, մաղում ես, կարող մի երկու հոգի թողնես, ու կարող ոչ մեկին էլ չթողնես, այդպես էլ կարող լինի, ու թողնում ես մենակ այն մարդկանց, ում հետ դու ուզում ես շփվես, պարտադրված կամ ստիպողաբար շփում չի լինի, այսինքն նկատի ունեմ, չես կարող զորով շփվես մի մարդու հետ, որ ցանկություն չունես, Քսենիան ես հիմա նայում եմ հետը գնացել այնտեղ, էլի այնա հողի վրա չշիկ արեց, հիմա ծածկում է, ինչ անեմ, ինչ կարամ անեմ, բրինձը լվանում ժողովուրդ ջան։ Հիմա կարող է ասեք այդպես չի լինի, որ ասենք չշփվես, բան չանես, բայց թե եթե ես դրանից լավ եմ զգում, երջանիկ եմ զգում, լավ էլ կլինի, այսինքն ստացվում է, որ ես ազատ եմ անելու այն ինչ որ ուզում եմ, այ հենց այդ էլ ներքին երջանկությունն է, այդ հանգստությունն է, հանդարտությունն է, իսկ շատ կանայք իմ տարիքում իրանց հաճելի է
իրանց սուրճը մենակ խմեն։ Ես չգիտեմ ձեր մոտ ոնց է, բայց կարծում եմ աղը չմոռանամ, ժողովուրդ ջան, խոսքով ընկնեմ աղները մոռանամ։ Լավ գցեմ։ Որ այն քո մի բաժակ սուրճը ուզում ես մենակ խմես։ Իսկ շփվում ես մարդկանց հետ, երբ որ ուզում ես։ Կարճ ասած, ուզում եմ ասեմ, որ գինը երջանիկա յուրովի։ Ամեն մեկի համար երջանկությունը տարբեր է։ Մեկը երջանիկա այդ անընդհատ շփումների մեջ, մեկն էլ օրինակ ես երջանիկ եմ, ինձ երջանիկ եմ զգում, երբ որ հանգիստ եմ, ուղղակի հանգիստ, ինձ հանգիստը գրավում է, ես հանգիստ եմ սիրում։ Երևի արդեն դա էլ տարիքից է գալիս, չգիտեմ, կամ բնավորությունից է գալիս, իդե բնավորությամբ դե ձուկ եմ ես։ Ձկերը մի քիչ այդպես բաներ ունեն, այդպիսի բաներ ունեն։ Ինձ հարցրել եք էլի սուրճի մեքենայի համար, ասեցի չէ, այսօր սուրճը առանց ձեզ եմ խմել, տեսնում եք հիմա սուրճի մեքենան, թե մի քիչ կամերան շուրջ տա։ Ժողովուրդ ջան, շուրջ տամ, ցույց տամ հարցատուին հատկապես, արժեքն էիք հարցրել, անկեղծ ասած գինը չգիտեմ, աղջիկս առել է սուրճի մեքենան, բայց չգիտեմ, բայց կարամ նայեմ, լավ կնայեմ, հələ գրեմ, այստեղ իմանաք, ես որ գոհ եմ, շատ գոհ եմ, չգիտեմ, շատ համով սուրճ է, ու սրա համար պետք է խոշորացած սուրճից գնել, դրանով ենք էլի պատրաստում, այս ինչ էլ անոր շոտնի կա, ֆարշի, ինչ որ է ժողովուրդ ջան, մի քիչ փիլիսոփայական եղավ, փիլիսոփայեցի, բայց դե ես իմ տարիների փորձից եմ ասում, ինչ բան է երջանկությունը։ Երջանկությունը ներդաշնակությունն է, ներքին խաղաղությունն է իմ համար։ Երբ որ հանգիստ ես, որ քո երեխեքը բոլորը լավ են, երջանիկ են։ Չէ՞ Քսենիա։ Ահա, ֆարշ պատրաստ է, շատ անուշ բույր ունի, կաղամն էլ եմ խաշել, հիմա պետքա փաթաթեմ։ Պարզվում է չի նկարում, իմ համար այսպես կանգնած խոսում էի, հանկարծ աչքս ընկավ, որ փոքրիկ կարմիր լույսը չի վառվում։ Ինչ որ է ժողովուրդ ջան, հիմա կամերան անջատեմ, արագ տոլման փաթաթեմ, այս ընթացքում սիրում եմ, որ խանոցում բաներ եփում պատրաստում, սիրում եմ ինչ որ բաներ լսել։ Այսօր առավոտից մի հատ երաժշտություն եմ լսում, այնքան ա դուրս եկել, TikTok-ում էի լսել, երեկիրիկուն ու ամբողջ առավոտ այսօր ետ եմ լսել, կոմպոզիտորը Չեչենա, ոնց որ, չգիտեմ, բառերի հեղինակով ռուսերենով է երգի, այդ ինչքան լավն է, ափսոս չեմ կարող դնեմ, որ դուք էլ լսեք։ Հիմա այս ընթացքում ես ինչ-որ podcast կլսեմ, ինչ-որ հոգեբանական կամ նայեմ, ինչ-որ ուսուցողական բան կլսեմ, որտեղ միշտ պետքա սովորենք, ինչ գիտենք, որ ոչ մի բան չգիտենք, 58 տարի ապրել եմ, բայց ինչ գիտեմ, ոչ մի բան, պետքա անդադ սովորենք, ու ես սիրում եմ անդադ սովորել։ Հիմա լսեցիք չէ, նոր այգում որ գործ էինք անում, Աշոտն ասում է, բան արա, գնա գյուղատնտեսական բան սովորի։ Դե ես ինձանց հեռու չի, ես կարամ եւ սովորեմ, մտքիս տեղ տնեմ, կարամ եւ սովորեմ, բայց չի, արդեն չեմ ուզում։ Ինչ որ է ժողովուրդ, անջատեմ, մի բան լսեմ ու հետո էլի կմիանամ։ Փաթաթեցի վերջացրի, դնեմ թող եփվի, սոխառած էլ կանեմ, ավելացնեմ, թող մի քիչ եփվի հլը։ Ես մի քիչ նյութերից լցնեմ, մնա հետո նոր Լվանա, աղբի դույլնա, ժողի լցնեմ, ասպացա, ինչքան էլ զգուշան եք, որ դոպրակը մի շպրտարինում կողքերից անցնում է, շավը գլովը լցնեմ, Միշտունա խոզանակով լվանա։
ես իմ գործերը վերջացրի, հիմա հանգիստ կարամ նստեմ, սուրճս վայելեմ, ասում եմ, չէ, ես սիրում եմ այսպես հանգստանալ։ Այստեղ էլ ժողովուրդ ջան ծաղիկներս, երեք որ գործի տեղը մեզ կակաչներ էին նվիրել, մեկական, այսա բերել եմ, դրել եմ իմ ծաղիկների հետ, ծաղիկներս շատ լավ հլը պահպանվել են։ Անենց էլ անուշուտը գալիս է, ինքնաց հոտ չկար, հիմա լավ գալիս է։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, նորից ու նորից շնորհավոր ձեր մարտի 8-ը, ովքեր որ նշում են այս տոնը, ովքեր որ սիրում են, լավ մնացեք, հիմա ձեզ հրաժեշտ տամ, սուրճս խմեմ ու անցնեմ իմ մնացած գործերին։ Հաջողություն։